Մանկահասակ երեխաների մոտ Մամաները պետք է նայեն, որ իրանց տղաների ձվիկները լինեն փոշտում։ Դա շատ կարևոր է ու դա պետք է անեն մինչև 1.5 տարեկանը, որովհետև հետազոտությունները ցույց են տալիս, եթե դա արվում է 1.5-ից հետո տարեց տարի իջնում է նորմալ սերմ ունենալու, նորմալ տղամարդուային հորմոններ արտադրելու խնդիր են ունենում։ Մինչև 1.5 տարեկան գրեթե կլում է 100%-անց բուժել։ Մինչև 6 ամսական համբերում եք, չի իջնում ամորձիները 1.5 տարեկան, մինչև իջացնում եք։ Ես նույնիսկ ասենց ասեմ, չխորհրդանում եմ 6 ամիսն մի սպասեք։ Գնացեք վիրահատության, երեխան բան չի հիշելու այդ օպերացիայից, նարկոզից վնաս չի լինելու, թիրելի մեզ նայողներ, չնա Ցած կոմենտներում դու ինչ ես հասկանում, մեր հենա հարևան Պատվիգին նարկոզ տվին, գնաց 72 տարի հետո ինֆարկտից մեռավ, էդի նարկոզից էլի, այտենց մեր ազգը սիրում է։ Կատակում ենք, միֆ չէ, որ տղա երեխաներին հատկապես նեղ տաբատները ցուցված չեն եւ դրանք նույնպես կարող են։ Տեղ նեղ տաբատը չէ, բայց օրինակ լեն վարտիկն էլ լավ բան չի, որովհետև լեն վարտիկի ժամանակ ամորձիները անդադ գնում խփում են ոտքերին, անդադ իրար են հարվում ու ուտեղ բերում են տրավմատիզացիա, միկրոտրավմաների վարտիկը պետքա լինի համահավասար, այսինքն ոչ մեծ, ոչ բան։ Իսկ օրինակ վիրահատությունից հետո մենք հակառակ ասում ենք, հələ նեղ հագեք, ավելի փոքր է հագեք բիոպսիաներից հետո այլն, ասում ենք, որ այտուշ չձևավորվի, տրավմաները չշատանան, բորբոքումների ժամանակ ենք ասում քիփ հագեք, քիփ